Չէ, իրանք այսինքն իրենց մշտադիտարկումներով որ փորձեն, չէ, ցավոք սրտի չի եղել։ Հիմա ուղիղ եթերում ձայն են կատարում Մարտիրոսների Պաշտպանի գրասենյակ։ Ելի քաղաքացի, դուք զանգարել եք Մարդու իրավունքների պաշտպանի թերթից հեռախոսահամարին։ Տեղեկացնում եք, որ հեռախոսազանգը ձայնագրվում է։ Ձեր զանգը սպասման մեջ է։ Մենք էլ ձեզ տեղեկացնում ենք, որ ուղիղ եթերում ենք։ У вас уже есть приложение тема? Թեժ գիտը սարել է։ Անցագործներն եք զանգում, անցագործության մասին Բա։ Ալո, բարև ձեզ։ Մարդու իրավունքների պաշտպանի թեժգիծն է։ Այո։ Ձեզ անհանգստացնում է Հայաստանի քաղաքացի Էդգար Ղազարյանը։ Ես ձեզ տեղեկացնում եմ, որ ազգային ժողովի աշխատակազմը քաղաքացիների ընդունելությունը հայտարարել եւ այսօր պետք է ընդունելություն լիներ ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի մոտ եւ նախորդ ամիս էլ ա եղել նման ընդունելություն եւ Ռուբինյանը ինձ ընդունելության չի արժանացրել, ընդ որում ոչ թե այլ քաղաքացիների, ոչ թե ընդունելությունն է հետաձգվել, այլ միայն ինձ, ցուցաբերելով ըստ էության իմ նկատմամբ խտրական վերաբերմունք։ Ես համարում եմ իմ իրավունքների կոպտագույն խախտում պետական բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից եւ խնդրում եմ ձեզ գրանցել այս հաղորդումը եւ նախաձեռնել վարույթ այդ կապակցությամբ։ Պարոն Ղազարյան, ես հասկացա ձեր խնդիրը, ձեր հեռախոսահամարը հիմա ես գրանցեմ ձեզ համապատասխան վարչությունից կզանգահարեմ, դա։ Ես հիմա ուղիղ եթերում եմ ձեզ զանգահարում, որպեսզի իմ հեռախոսահամարը ուղիղ եթերով չտարածվի, քիչ հետո ես ձեզ լրացուցիչ կզանգահարեմ, իմ հեռախոսահամարը ձեզ կփոխանցեմ։ Եթե այս հեռախոսահամարն է… Եթե գրանցվել է, այո, այս հեռախոսի համարը իմ բջջային հեռախոսահամարն է, եթե ձեզ մոտ գրանցվել է, խնդրում եմ ֆիքսեք։ Շնորհակալ եմ։ Ինչ որ ակնկալիք ունեք, որ տիկին կարձագանքի պատճառ։ Ես ակնկալում եմ, որ նա հետ կզանգահարի եւ ինձ համար հատուկ կկատարի «Արի իմ սոխակ» երգ։